Պարոն Զաքարյան, իսկապես մենք այս թեմային շատ ենք անդրադարձել, որովհետև կարևոր թեմա է, եւ ամեն անգամ ոսոր ասած կետային հարված ենք հասցրել, էլի։ Հարց առաջանում, ասենք, էֆեկտիվության իմաստով, արդյոք մենք միշտ ճիշտ ժամանակին ենք ընդունում օրենքում փոփոխություններ, որպեսզի, ասենք, համապատասխան դրական ազդեցությունն շուկայի վրա, թե մենք մինչև օրենք ընդունում ենք, մինչև պիտի կիրարկվի, արդեն ուրիշ վիճակ է ստեղծվում։ Մտածել եք արդյոք մի ունիվերսալ, ասենք, բանաձև գտնել, որ ամեն անգամ օրենքով չանդրադառնանք, այլ կապենք օրինակի համար այդ հարաբերությունները կապենք ցեմենտի մեր այստեղի գնի հետ։ Այդպիսի աշխատանքներ կատարվել է թե ոչ, եւ երկրորդը մի փոքր շեղվեմ, օգտվելով են հանգամանքից, որ դուք այստեղ եք որպես փոխնախարար էկոնոմիկայի կամ պարոն Թունյան դուք միգուցե արձագանքեք, մի 2 տարի առաջ պարոն Բադասյանի եւ պարոն Քարամյանի կողմից օրենքների յուրովի մեկնաբանման արդյունքում մենք ավտոներկրողների շուկան վերացրեցինք Հայաստանում։ Մի քանի տարի էլ խոսում ենք կոնյակի սպիրտի հետ կապված հանգամանքի հետ, որը կարող է պատահի մեծ վնաս հասցնի մեր կոնյակ արտադրությանը եւ նաեւ հենց խաղաղագործությանը։ Հիմա այս դեպքերի հետ կապված վերջի դեպքերը, որ Վրաստանում, ասենք, մեր վրացի հարևանները այդպիսի դժվարություններ են ստեղծում, ես շատ մանրամասներ չգիտեմ իհարկե, բայց գիտեմ օրինակ մասնավորապես, որ որոշ ընկերություններ կարողանում են իրենց ապրանքը տեղ հասցնել, անցնել Վրաստանով որպես տրանզիտ ճանապարհ, իսկ որոշ ընկերություններ չեն կարողանում։ Այստեղ որևէ պարզաբանում կարաք տակ դուք կամ դուք պարոն Թունյան։ Ուրեմն բանաձևի հետ կապված բան Աղազյան, որ ասում եք ամեն անգամ турքը չփոխենք, ինչ որ բանաձև։ Իհարկե շատ լավ կլիներ, բայց խոսքը վերաբերում է турքին, այդ գործիքը, турքն էլ բանաձևով չեն կարող, այսինքն պիտի այն տրամաբանությունը աշխատի, որ դրած է։ Դուք գիտեք 2019 թվականի սկզբից ամենաթեժ թեման մեր հանձնաժողովի եղել է ցեմենտը, ու այն ժամանակ բոլորս հիշում եք քննարկում էին կլինկերը, ինչա ցեմենտը, ինչա եւ այլն, բայց հիմա էլի 6 տարի անցել է, մենք այս իրավիճակի մեջ ենք։ Բանի հետ կապված, Վրաստանի իրավիճակի հետ կապված, այդ իրավիճակին ծանոթ եմ, նաեւ խոսել եմ մեր հանողներից մի քանիսի հետ ու գիտեմ, որ բավականին դժվար իրավիճակում են հայտնվել։ Հիմա խնդրի ամբողջ նյուանսներին չեմ տիրապետում, որովհետեւ որքան հասկանում եմ, այդտեղ խնդիրը ոչ թե պետական քաղաքականության հարցն է Վրաստանի կողմից, այլ ինչ որ չերևացող ասպեկտներ կան, ու գիտեմ, որ նաեւ կառավարությունը թե էկոնոմիկայի նախարարության մակարդակով, թե տարբեր մակարդակներով փորձում է այս խնդիրը լուծի, եւ զուգահեռաբար նաեւ էկոնոմիկայի նախարարությունը աջակցության ծրագիր է մշակել մեր տեղական արտադրողների համար, որպեսզի այս ժամանակավոր դժվարությունը փակի, բայց ես եկող շաբաթ Վրաստանում հանդիպելու եմ իմ գործընկերոջ հետ, այնտեղի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հետ, անպայման այս հարցի մասին կխոսենք, չգիտեմ, այսքան մեր կառավարության գործընկերների աշխատանքից հետո իմ խոսածածը կամ քննարկածը ինչ օգուտ կտա, բայց պիտի բոլոր հնարավոր մեթոդները օգտագործենք, ու այս այն դեպքն է, որ օրինակ պարոն Ավետիսյանը որ նշում էր, որ ամեն դեպքում մենք Վրաստանի հետ Իրանի հետ լավ հարաբերություններ ունենք, այո, Վրաստանի հետ էլ լավ հարաբերություններ ունենք, բայց ցավոք սրտի այս տիպի հարցերը տեսնենք, պիտի չառաջանար ամբողջ տրամաբանության համաձայն, բայց առաջացել է։ Այնքանով, ինչքանով որ տեղյակ եմ, պարոն Աղազյան, այդ խնդրով զբաղվում եմ, ես էլ իմ կողմից ինչ որ հնարավոր է փորձեմ անել, բայց վերջին ինչ ասում եք, հանգամանքը, որ որոշ ընկերություններ կարողանում են իրենց ապրանքը տանել։ Ինձ ասել են նման ինֆորմացիա նույն արտադրող արտահանողները, բայց որպեսզի նման պնդում անեմ, ես պիտի մի քիչ ավելի բան հիմքեր ունենամ։ Այո, ասել են, որ որոշ արտադրողներ կան, որոնց համար անխոչնդոտ է, ավելին ասել են, որ որոշ արտադրողների դրդմամբ է այս ամեն ինչը տեղի ունենում, բայց դա արդեն մի քիչ ես ոչ ընկերությունների անուններ են ասել, բայց ես այդ անունները բնականաբար չեմ կարող հնչեցնել, բայց հավատացնում եմ, որ այդ ամբողջ խոսակցություններն ու քննարկումները ինտենսիվ ընթանում են։